Պարոն Խաչատրյան, ինչպես եք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը, թե ինչ նկատի ունի Ալիևը, երբ ասում է Զանգեզուրի միջանցք, Փաշինյանը հետևյալ կերպ է բացատրում, որ դա Զանգելան հորադիս ճանապարհն է եւ Ալիև ավելի կարճ որոշել է Զանգելան հորադիզը անվանել Զանգեզուրի միջանցք։ Սա մեկ եւ նա նաեւ պահանջել էր, որպեսզի քարտեզի վրա ցույց տար, թե որտեղ է այդ Զանգեզուրի միջանցքը, հայտնի չէ, թե արդյոք Կոպենհագենում տետատետ հանդիպման ժամանակ այդպիսի բացատրություն հնչել է, թե ոչ, սակայն ԿՊԱ-ական ձեր գործընկերներն ասում են, որ համատեղ հայտարարության մեջ արդեն իսկ նշվում է, որ թրիփի ուղին անցնում է Հայաստանի տարածքով եւ սրանով ամեն ինչ ասված է եւ թեման փակված է։ Սա դուք բավարար համարում եք այդ հայտարարությունը, թե ոչ։ Նախ ես Փաշինյանի էքստրասենսոր հնարավորություններից տեղակ չեմ, թե ինքը ինչի նկատի ուներ Ալիևը, երբ խոսում էր միջանցքի մասին։ Հավանաբար այդ հարցը պետք է քննարկվեր Կոպենհագենում, ձեր հետ լրիվ համաձայն եմ։ Բայց հիշեցնեմ, որ 18-20 թվականներին, երբ այս իշխանությունները գաղտնի բանակցում էին Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ, Փաշինյանին երբ ասում են լավ հանդիպել եք Աշխաբադում, Դուշանբեում, Ժնևում, Մյունխենում, ինչ եք քննարկել, դե ասում էր փորձում ենք քննարկենք, հասկանանք, տեսնենք նույն բառի տակ նույն իմաստ ունենք, թե չէ, նույն իմաստն ենք հասկանում, թե չէ։ Հիմա ունենք մի իրավիճակ, երբ Փաշինյանի մեկնաբանությունները էապես տարբերվում են Ալիևի մեկնաբանություններից եւ ողջամիտ հարց է առաջանում։ Լավ, մի հատ հասկանանք, այս բառի տակ ինչ ենք հասկանում։ Միգուցե այլաբանություն է, ինչպես ձեր գործընկերուհին ասաց, այլաբանություն է այդ միջանցքը, թե իրական միջանցք է, որը լույսը կարելի է վառել եւ անջատել։ Առանց դրա այս հափշտապությունը ինչով է պայմանավորված։ Իրոք հարցեր են, որ ուզում ենք հասկանանք, կրկնում եմ, նույն Թրամփը կա, ելույթը, խոսքը կա։ Նայեք, մարդը օգտագործում է միջանցք կորիդոր արտահայտությունը, եթե դա հստակեցված չի, ինչ են ստորագրում։ Կրկնում եմ, Փաշինյանի, Հայաստանի իշխանությունների պահանջը բոլոր կապուղիների միաժամանակյա ապաշրջափակումը փոխարինվել է փոխադարձ առավելություն, անորոշ, անսահմանելի մի ինչ-որ նախադասությամբ։ Որոնք են այդ փոխադարձ առավելությունները։ Նույն Նիկոլ Փաշինյանը 2001 թվականին ասում էր, միջանցքը պետք է թուրքերին եւ ամերիկացիներին տանք, փող աշխատենք։ Փող աշխատելը ինքը դիտում էր որպես փոխադարձ առավելություն։ Կարող ենք բացառել, որ հիմա էլ դա նկատի ունի։ Չգիտեմ, ի տարբերություն Փաշինյանի, ես էքստրասենսոր ունակություններ չունեմ եւ իր մտքերը կարդալ չեմ կարող։ Բայց երբ խոսում ենք օրինակ սահմանը, ցույց տվեք սահմանը գծեք, չէ՞ որ ասում է 77-րդ վարժողովի ժամանակ։ Դրանից հետո Հայաստանն առաջարկում էր Գենշտաբի, ՍՍՄ Գենշտաբի 74-79 թվականի քարտեզները օգտագործել որպես հիմք, բայց այդ քարտեզները այլևս չեն դիտարկվում Ադրբեջանի կողմից։ Երբ որ Փաշինյանն ասում է եկեք այս թեման փակված համարենք, փակված համարել կարող ենք Զանգեզուրի միջանցքի թեման, ինքը հենց այդ Քարորիայի հարց ու պատասխանի ժամանակ էր ազգային ժողով կառավարություն ասաց եկեք թեման փակված համարենք, որտեղ սա նկատի ունի Զանգելան հորադիզը։ Նավ ինքը թող փակված համարի, բայց դա չի նշանակում, որ թշնամին փակված է համարում, իրանք շարունակում են դա պնդել։ Այլ հարցեր կան, կներեք։